Իմ քայլը հիմնադրամի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Լոռու եւ Արագածոտնի մարզերում, տեսնելու թե ինչպես են ընթանում ջերմոցային մշակման աշխատանքները, ինչ բերք ու բարիք ունեն շահառու ընտանիքները։ Ավելի վաղ այս մարզերում ապրող 20 ընտանիքների, որոնք բռնի տեղահանվել են Ղարաբաղից ու բնակություն հաստատել Հայաստանում, հիմնադրամը տրամադրել էր ամբողջովին կահավորված ջերմոցներ, սերմերով ու սացիլներով։ Մշտադիտարկման այցերի արդյունքները շատ լավ են։ Ընտանիքները բոլոր կարողանում են իրենց կարիքները հոգալ ստացած ֆերքից ջերմոցներից եւ նաեւ վաճառել այդ ֆերքը տեղական շուկայում։ Դավիթը կանխատեսում է, որ շուտով աշխատանքն այնքան է շատանալու, որ միայն իր ընտանիքը չհասցնի դա անել ու արդեն անհրաժեշտություն ունենան աշխատող վարձելու։ Այս տարի 250 քառակուսուց 3 տոննա 800 կիլոգրամ վարունգ եմ հավաքել։ 3 տոննա, համարյա 15 քառակուսուց 15 կիլո տվել է։ Փետրվարին նորից վարունգ կդնեմ։ Նազարվան դե շատ հոյակ։ Չէ, նազարվան չեմ դնի։ Ես ստելա կդնեմ հետո։ Մեծ ստելա կդնեմ հետո նազարվան կդնեմ։ Վարունգը հիմնականը 2 տոննա 500 մենակ ծախել եմ, մի 600 կիլո օգտագործել եմ։ Պամինդորը այդքան չէ, բայց էլի ծախել եմ։ Հիմա այս բանը կանաչ ունեմ, մի հատ բակ են տվել 3 տոննանոց։ Բակը ահագին օգնել է, դրանով հիմնականը ջրել։ Այս բանը կանաչի եմ ցանել, կանաչից հետո երևի էլի լոբի կամ էլ վարունգ պամինդոր, չգիտեմ դեռ բարձ չի։ Հետո էլ կարողա ծաղիկ։ Նախորդ շրջայցի արդյունքում հիմնադրամը նաև ջեռուցման հարցն է հոգացել, որ թերմոսային էֆեկտ լինի ու շահառուները ցուրտ եղանակին նույնպես բերք ստանան։ Տեսնելով ընտանիքների պատրաստակամությունը, չանքերը եւ աշխատանքը, հիմնադրամը անցած մշտադիտարկման այցեն յետք տրամադրեց բոլոր ընտանիքներին ջեռուցման համագարկ էլեկտրական տաքացուցիչներ եւ գրգնակի ծածկ։ Այս միջերմոցում էլ ելակ են աճեցնում։ Սրտերը որ ընկավ, երկրորդ ծածկը վերևի մաս էլի հիմնադրամը տվեց, հետո տաքացուցիչները 2 հատ տրամադրեց։ Ես էլ ինչ կարողացա կողից, ես էլ երկրորդ ծածկով կողերից ավելացրեցի ռոյկոցը։ Տեսյանն է որպես դատարկ չմնա, կանաչեղին ցանեցի։ Իմ քայլը հիմնադրամի տնտեսապես կայուն ընտանիքներ նախաձեռնության նպատակն է նպաստել ընտանիքների բիզնես եւ գյուղատնտեսական կարողությունների զարգացմանը, տվյալ համայնքներում ու մարզերում նրանց ինտեգրմանն ու Հայաստանում վերջնական հաստատմանը։ Ծրագիրն իրականացվել է Կիպրոսի կառավարության դրամաշնորհի միջոցով։ Աննա Զախարյան, լուրեր։